Ես ծնվել եմ Հայաստանում, ապրում եմ Հայաստանում, ապրելու եմ Հայաստանում, դրա համար ընտրում եմ կոնգրեսին։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որի մարտագաղթած ընկերները վերադառնան։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որովհետև կարծում եմ, որ այն միակ ուժն է, որ կարող է փոխել իրավիճակը Հայաստանում։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որ մեր երկիրը ղեկավարեն կրթված մարդիկ։ Ես իմ ձայնը տալիս եմ Հայ ազգային կոնգրեսին, քանի որ Հայ ազգային կոնգրեսում հավաքված են փայլուն մասնագետներ, որոնք միևնույն ժամանակ նաև հայրենասեր են։ Ես ընտրում եմ Հայ ազգային կոնգրեսը, որ ապրեմ ազատ եւ անկախ Հայաստանում։ Ես էլ եմ ընտրում Հայ ազգային կոնգրեսը։ Բան չմնաց։ Մայիսի 7-ից հետո մենք ունենալու ենք բոլորովին այլ Հայաստան, եւ ես կուզեմ, որ դուք ինձ հետ միասին լինեք այդ նոր Հայաստանի կերտողը։ Շատերը հարց են տալիս. Եթե դուք գաք իշխանության, ինչ եք անելու, ո՞րն է ձեր ծրագիրը։ Եվ եթե մի քանի նախադասությամբ մենք փորձենք ձևակերպել մեր ծրագիրը, դա հետեւյալն է։ Ըստ էության Հայաստանում ստեղծվել է այսօր մի տնտեսական համակարգ, որում մի 50 ընտանիք վերցրել են տնտեսության ղեկավարման բոլոր լծակները իրենց ձեռքը։ Եվ նրանց հարստացման գլխավոր միջոցը այն է, որ նրանք ուղղակի հնարավորություն չեն տալիս մնացած բոլորին զբաղվել տնտեսական գործունեությամբ, ստեղծագործել, բիզնեսներ բացել, ազատորեն մրցակցել։ Խեղդելով մնացածի գործունեությունը նրանք հարստանում են։ Նրանք ըստ էության ստեղծել են ապօրինի մենաշնորհների, ապօրինի հարկային եւ մաքսային արտոնությունների մի համակարգ, որից օգտվում են։ Դրա հետևանքով ձեռնարկատիրական խավը ըստ էության Հայաստանից դուրս է գնում։ Մեր ծրագրային գլխավոր դրույթը հենց այդ է, որ մենք 50 ընտանիքի այս տնտեսությունից անցում կկատարենք 100 հազարավոր ընտանիքների տնտեսություն։ Մենք բոլորի համար հնարավորություն կստեղծենք խանութներ բացել, ձեռնարկատիրություններ հիմնել, ազատորեն մրցակցել։ Մենք կվերացնենք այս ապօրինի մենաշնորհների եւ արտոնությունների համակարգը։ Իսկ դա արդեն կստեղծի իսկապես մի նոր իրավիճակ Հայաստանում, որը մենք կարող ենք պայմանականորեն կոչել ժողովրդական կապիտալիզմ, այսինքն մի վիճակ, որտեղ ամեն մարդ, ամեն ընտանիք կարող է զբաղվել ձեռնարկատիրությամբ, բիզնեսով։ Դա նաև հնարավորություն կստեղծի աշխատատեղեր ստեղծել ամբողջ Հայաստանում եւ բազմաթիվ մարդիկ հնարավորություն կստանան նաև ուղղակի անգամ եթե նրանք բիզնեսով չեն զբաղվում, ընդունվել աշխատանք կգտնեն։ Սա է մեր ծրագրի, եթե կուզեք, մեխը։ Առաջնահերթ միջոցառումներից մեկը լինելու է 33%-ից ավել շուկայական մասնաբաժին ունենալու արգելքը։ Մենք թույլ չենք տա, որ որևէ ձեռնարկություն, եւ դա օրենսդրորեն կամրագրվի, մենք թույլ չենք տա, որ որևէ ձեռնարկություն ունենա շուկայում 33%-ից ավել մասնաբաժին։ Այսօր օրինակ Սամվել Ալեքսանյանը ներկրում է շաքարի 99%-ը։ Դա նշանակում է, որ ըստ էության գործում է բացարձակ մի մենաշնորհ եւ այդ մարդիկ կարող են սահմանել ցանկացած գին իրենց ապրանքի համար։ Մրցակցության բացակայության պայմաններում ըստ էության գները դառնում են անկառավարելի, այն ինչ որ մենք տեսնում ենք այսօրվա Հայաստանում։ Ուրեմն առաջին քայլը, որ մենք անելու ենք, դա մենք օրենսդրորեն ջարդելու ենք մենաշնորհները։ Երկրորդ կարևորագույն մեխը, որ ես կուզեի առանձնացնել մեր ծրագրից, դա այն է, որ մենք պարտավորվում ենք վերադարձնել Խնայ բանկի ավանդները, ընդ որում պարտավորվում ենք դա վերադարձնել հենց հիմա, ստանալով մեծամասնությունը ազգային ժողովում։ Ինչպես ենք դա անելու։ Շատ պարզ մի մեխանիզմով։ Պետությունը անմիջապես կձևակերպի այդ ավանդները որպես պետության պարտք, այսինքն կհրատարակվեն պարտատոմսեր եւ դրանք կբաժանվեն բոլոր նրանց, ով ունեն այդ ավանդները։ Ըստ էության դա հնարավորություն կտա անմիջապես օգտվել դրանցից որպես արժեթղթերից, նաև իրացնելով երկրորդային շուկայում։ Բնականաբար նրանց համար, ով որ համբերություն ունեն,
ստեղծված կլինի հնարավորություն մարումների միջոցով ստանալ այդ ավանդները հետ։ Ընդ որում մենք պարտավորվում ենք 2 անգամ ավելի մեծ ծավալով եւ 2 անգամ ավելի արագ մարել այդ ավանդները, քան նախատեսված է 2005 թվականի օրենքով։ Բայց ես ասում եմ, ամենակարևորը մենք այն քաղաքական ուժն ենք, որ խոստանում ենք, որ անմիջապես կվերադարձնենք այդ ավանդները պետական պարտատոմսերի միջոցով։